Ղազանի խորովածը հայկական գյուղական խնջույքների անբաժանելի մաս է եղել դարեր շարունակ։ Համայնքային տոներին մեծ ղազանների մեջ պատրաստում էին խորոված եւ ամբողջ համայնքով հավաքվում դրա շուրջ։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք ղազանի խորոված։ Այս կերակուրը պատրաստել են կամ հորթի մսով, կամ գարան։ Ես ընտրել եմ գարան միս։ Գործի դնենք տախտակը եւ սկսենք կերակուրը պատրաստել։ Հանենք այն ամենը, ինչը կարող է մեզ պետք գալ։ Վերցնում ենք մեծ կաթսան։ Դնում ենք կրակին։ Այժմ մսի վրա եղած յուղերը վերցրել եմ 1 կիլոգրամ գարան միս։ Այսպես բարակ շերտերի ենք կտրատում և գցում ենք տաքացող կաթսայի մեջ։ Այս շերտերը կհալվեն, կօգտագործենք հենց այդ հալված յուղը։ Իսկ շերտերը կվերածվեն խորխոզիկի, կհանենք կաթսայից, որ չայրվեն։ Ինչ ենք անում մսակտորների հետ։ Համեմում ենք Մառանիկ ընկերության ծովի աղով և 4 պղպեղով։ Նույն բան անում ենք հակառակ կողմից։ Սա էլ արեցինք, հանում ենք կաթսայի միջից խորխոզիկները։ Իդեպ սրա վրա կարելի է մի պտղունց աղանել և շատ համեղ է, շատ։ Մսակտորները գցում ենք և տապակում։ Անմիջապես փոխում ենք դանակը և տախտակը, երկու կողմից մսակտորները կարմրացնում ենք, որից հետո կավելացնենք գլուխ սոխ, կարմիր գլուխ սոխ, 2 գլուխ, կկտրատեմ փետրաձև, կարմրացնենք նաև մյուս կողմից,
Մյուս կողմից կարմրացնենք եւ վրան կլցնենք սոխը։ Կտրատած սոխը համեմում ենք Մարրանիկ ընկերության ծովի աղով, շաքարավազով եւ լայմի հյութով։ Իսկ ուր եմ դանակը արի այստեղ։ Կես լայմի հյութով։ Տրորում ենք։ Եվ լցնում մսակտորների վրա։ Այժմ արագ-արագ տակնու վրա ենք անում։ Հենց սոխը մի փոքր փափկեց, կրակը իջեցնում ենք, կափարի չենք դնում եւ թողնում ենք հանգիստ մարմանդ կրակի վրա եփվի։ Մինչ խորովածը պատրաստ կլինի, կառաջարկեմ աղցան պատրաստել։ Աղցանը կպատրաստեմ վարունգով եւ լոլիկով։ Վերցրել եմ 4 չերի վարունգ, կտրում ենք ծայրերը եւ անկանոն կտրատում։ Այժմ վերցնում ենք փոքրիկ 2 գլուխ սող եւ կտրատում ենք կիսաօղակների շատ բարակ։ Բարակ շերտատելուց հետո տեղափոխում ենք ամանի մեջ, թասի մեջ, թափանցիկ։ Համեմում ենք Մարրանիկ ընկերության, այո, համեմունքներ երբեմն կրկնվում են կերակրի մեջ։ Մարրանիկ ընկերության ծովի աղով, շաքարավազով, լայմով, լայմի հյութով, կես լայմի հյութով։ Մարրանիկ ընկերության ցիտրոնով եւ պատառաքաղի օգնությամբ տրորում ենք։ Լավ տրորելուց հետո ավելացնում ենք բալզամիկ մածուկ։ Կես թեյի գթան։ Սրան ավելացնում ենք թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից մաղադանոս։ Մաղադանոս, փոքր փունջ եւ մի քանի ճուղ նանա։ Մանր կտրատում եւ ավելացնում ենք։
Թողնում ենք մարինացվի։ Վերադառնանք աղցանին։ Վերցնում ենք 2 մեծ լոլիկ, հեռացնում ենք պտղակոթը, և սա էլ կտրատում ենք անկանոն։ Սադեցնում ենք վարունգի վրա։ Աղցանի մեջ կառաջարկեմ նաև ռուկոլա, փոքր փունջ, չնայած սա այդքան էլ փոքր փունջ չէ, փունջ, մի փունջ ռուկոլա, շատ մանր չենք կտրատում։ Եվ բազիլիկ 1, 2, 3, 4, 5 ճուղ։ Ցողունները չեմ օգտագործի, կօգտագործեմ միայն տերևները։ Սա էլ շատ չենք մանրացնում, այսպես դանակի շեղբով մի քանի անգամ ուղղակի անցնում ենք վրայով, վերջ։ Տակնու վրա անենք, կարծում այստեղ գույն է պակասում։ Կառաջարկեմ քաղցր պղպեղ դեղին գույնի։ Սա կկտրատենք ձողիկների։ Շատ լավ է։ Այժմ անցնենք սոուսին։ Հենց սրա մեջ կպատրաստենք։ Վերցնում ենք Սլոբոդայի թթվասերային մայոնեզ, մոտ կես բաժակ, հավանգի մեջ տրորում ենք 2 պճեղ սխտոր, ավելացնում ենք 50 գրամ ընկույզ, համեմում ենք հաշվի առնելով, որ մայոնեզը ունի աղիություն, մի փոքր մառանիկ ընկերության ծովի աղ ենք անում, սև պղպեղ, հատիկ պղպեղ, տեսնենք ինչ վիճակում է խորովածը, ընտիր, բայց ինչ-որ բան պակասում է, կավելացնեմ մառանիկ ընկերության չորացրած ուղծ, 1 թեյի գթալ, այսպես տրորում ենք վրան, որպեսզի բույրը բացվի, մեկ անգամ խառնենք, տեսեք, սոխը կարամելացվել է,
ծածկենք, թող շարունակի եփվել։ Փոքր ծեծելուց հետո ավելացնում ենք մայոնեզից, դու ազատ ես, լցնում ենք մնացած մայոնեզը, չնայած կարելի էր հակառակ անել, հավանգից կարելի էր տեղափոխել ամանի մեջ։ Շատ համեղ ստացվեց։ Մոտ արի։ Աղցանից դնում ենք մատուցվող ամանի մեջ, դնում ենք մսակտորներից, այն արդեն պատրաստ եմ, հրաշալի բույր ունի։ Իհարկե, կարամելացված սոխ մի փոքր, կմատուցենք, մարինացված հում սոխով, ունենք փաստորեն և կարամելացված և հում սոխ։ Մատուցելիս պարտադիր լավաշ կտնենք, էլ ինչ խորոված առանց լավաշ։ Ղազանի խորոված։ Խորովածի համար գարան մսի յուղերն առանձնացնել, լցնել տաքացող կաթսայի մեջ, հենց վերածվեն խոր խոզիկի, հանել կաթսայից։ Մսակտորները երկու կողմից համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, հալված յուղի մեջ երկու կողմից կարմրացնել։ Գլուխ սոխը փետրաձև կտրատել, համեմել ծովի աղով, շաքարավազով, լայմի հյութով, ավելացնել կաթսայի մեջ, տակն ու վրա անել։ Հենց սոխը փափկի, կրակն իջեցնել, մարմանդ կրակի վրա եփել։ Քիչ անց համեմել չորացրած ուրցով։ Աղցանի համար սոխը կիսաօղակների կտրատել, համեմել ծովի աղով, շաքարավազով, լայմի հյութով, չորացրած ցիտրոնով, տրորել, ավելացնել բալզամիկ մածուկ, մանր կտրատած մաղադանոս և նանա, թողնել մարինացվի։ Թասի մեջ լցնել կտրատած վարունգ, լոլիկ, ռուկոլա, բազիլիկի տերևներ, տակն ու վրա անել։ Ավելացնել ձողիկաձև կտրատած քաղցր պղպեղ։ Սոուսի համար թասի մեջ լցնել մայոնեզ, հավանգի մեջ տրորել սխտոր, ավելացնել ընկույզ, ծովի աղ, սև պղպեղ։ Լավ տրորելուց հետո ավելացնել մայոնեզ։ Սոուսը լցնել աղցանի բաղադրիչների վրա, տակն ու վրա անել։ Աղցանն ու գարան խորովածը մատուցել կողք կողքի, մարինացված սոխի և լավաշի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք գարան միս, նուր, նարշարապ, սլոբոդա ապրանքանիշի մթերք և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այս քանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։